Սիրելիներս ողջույն, ինչպես եք, հուսով եմ լավ եք, մենք նույնպես լավ ենք, տրամադրությունը բարձր, առավոտը ուզում ենք սկսել համեղ նախաճաշով, ինչպես տեսնում եք, թարխուն եմ մաքրում, մեր հայկական համով, հոտով, յուրահատուկ թարխունն եմ մաքրում ու մտածում մեր դրսի հայությունը կարոտած կլինի, չէ՞, մեր հայկական կանաչիների համն ու հոտը ոչ մի տեղ էլ չկա, ասեք, որ դա հենց այդպես է, սիրելի հետևորդներ ջան, հիմա առավոտից արթնացել եմ, երբեմն ասում եմ, չէ, որ սկսել եմ առողջ ապրելակերպին գոնե մոտ ապրել ու օրս սկսում եմ նախաճաշով ու նախաճաշի մեջ ցանկալի կլինի, որ առավոտ շուտ մեր օրգանիզմը ստանա սպիտակուցի պաշար, հիմա թե ինչ չափով ու չափաբաժնով, դա էլ թողնում եմ ձեր ընտրությանը, ես էլ մտածեցի, քանի որ կանաչիների ամենաառաջ շրջանն է, հլը տեսեք, ինչքան մատղաշ փափուկ թարխուններ եմ գնել, մտածեցի, քանի որ կանաչիների ամենաառատ շրջանն է, եկեք մի համեղ պատառ պատրաստեմ, հիմա իդեպ ասեմ, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, չենք մոռանում բաժանորդագրվել էջին, սեղմել զանգակը կոճակը և մի հավես գրառում անել, ինչպես նաև լայքել, քանի որ լայքը օգնում է իմ աշխատանքի տարածմանը, սիրելի հետևորդներ ջան, հիմա որպեսզի ձեր ժամանակը շատ չվերցնեմ, կանաչիները մաքրեմ, լվանամ ու տեղափոխվենք դեպի խոհանոց, հիմա սիրելի հետևորդներ ջան, այս ասեմ իմ նոր միացած հետևորդների համար, տանը վերանորոգողական աշխատանքներ ենք անում, խոհանոցս վերանորոգման մեջ է, բայց չեմ ուզում դրա պատճառով աշխատանքս տուժի, այդ իսկ պատճառով եկել եմ այս մյուս խոհանոց, ամեն դեպքում ունեմ սառցախցիկում պահված կարագ, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ, որ հենց կարագով օգտագործած լինեմ, մի շատ չէ, մի 50 գրամի, նույնիսկ 30, ոչ թե 50, մի 30 գրամի չափով կարագ եմ հալեցնում, մանանդ կրակին, որ չվարվի, հա, կարագը, հենց այդ ընթացքում այս համով թարխուններն եմ այսպես ավելացնում, սիրելի հետևորդներ ջան, պարզ ու հասարակ համեղ, ամենակարևորը, համով պատառ եմ պատրաստում, եթե դուք շատ փափուկ եք սիրում, կարող եք շրջել այս կոմ անել, ես շատ փափուկ չեմ սիրում, ես ուզում եմ, քանի որ կանաչին ինքը փափուկ է, սիրելիներ ջան, այլ չեմ ուզում ավելի փափկի, հա, այսպես ասեմ, այստեղ գնել եմ տնական ձու, որ անփոխարինելի է, խանութի ձվի համեմատ, մի քանիսը լվացել, ամբողջությամբ չեմ լվանում, քանի որ սաղմանում պահելու համար սխալ է ու կավելացնեմ, հենց այսպես
կանաչու վրա մի անգամից աշխատում ենք, որ դեղնուցները ամբողջական մնան, այսպես տեսնում եք, գունեղ, համեղ, սննդարար և ընտիր նախաճաշ, սիրելիներ ջան, թեթևակի աղ կցանեմ, շատ քիչ, և տեսեք ինչքան անուշ տեսք ունի, բույրի մասին էլ չասեմ, մի 2 րոպե կթողեմ, այստեղ ինձնից խռովել է Ալեքսը, որովհետև ինքն էր ուզում ձուն կոտրի, բայց ես էլ ուզում էի, որ գլազունյայի պիպի լինի, ուղղակի կանաչի հետ միաժամանակ, սիրելիներ ջան, ինչև է, Օխայ, ես ինչ անուշով ես կցեմ, այստեղ նայեք, ու ասեք, որ ընտիրություն, դուք ես ենց թախնումով չված ես սակեք, դուք եք երեք, մեզ է բարյան խոժակ ձեզ էր, ինչի արանք իսկը սեզոնից համահունչ, վերջին կադրերը, որ չուզեցա առանձնացնեմ ձեզնից, դե ինձ սիրելիներս, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, կհանդիպենք որևիցե համեղ բաղադրատոմսը, ձեզ ասում եմ առայժմ